Ողջույն գործարարալիքին միացած մեր բոլոր լսողներին եւ դիտողներին, դուք մեզ միացել եք 106 եւ 5 հաճախականությամբ, կամ էլ մեզ դիտում եք թվային հարթակներում։ Սա թարմուղեղով զրույցն է, իսկ այսօր իմ զրուցակիցներն են Գոշաց միաբանություն իրավական հասարակական կազմակերպության աջակիցներ Ալինա Բաբիկյանը եւ Արարատ Եգանյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալություն, որ մեր տաղավարում եք։ Նոր մի հետաքրքիր իրավական հասարակական կազմակերպություն է ստեղծվել, ինչպես արդեն նշեցի։ Միանգամից խոսքը փոխանցեմ ձեզ, դուք պատմեք, թե ինչի մասին է Գոշաց միաբանությունը եւ երբ է հիմնադրվել։ Նախ շնորհակալություն հրավերի համար։ Գոշաց միաբանություն իրավական հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է վերջերս։ Ղեկավարներն են հանդիսանում Լևոն Բաղդասարյանը եւ Տարոն Բաղդասարյանը։ Գոշաց միաբանության իրավական հասարակական նպատակն է ունենալ իրավագիտակից սերունդ։ Ինչ է ենթադրում դա։ Ինչ մեթոդաբանությամբ եք փորձում այդ իրավագիտակից սերունդը ստեղծել։ Միաբանության առաքելությունը եւ ընդհանուր գործունեությունը կուզեմ ներկայացնեք։ Մենք տարբեր ծրագրերի շրջանակներում, որոնցից մեկն է իրավագիտակից սերունդ կրթական իրազեկման ծրագիրը եւ որը հանդիսանում է գլխավոր նպատակներից մեկը կրթել երեխաներին, աշակերտներին մոտավոր 7-ից 9 եւ 10-ից 12-րդ դասարանի աշակերտներին, որպեսզի նրանք իմանան իրենց իրավունքները, պարտականությունները եւ իրազեկված լինեն օրենքներին եւ իրավական այլ գործողություններին։ Ինչպես դուք միացաք համայնքին։ Իրականում որպես այդպեսին գաղափարակից են եղել դեռևս մինչև հասարակական կազմակերպության ստեղծումը եւ միշտ պատրաստական են եղել աջակցություն ցուցաբերել հասարակական կազմակերպության գործունեությանը։ Ուստի այդ առումով հասարակական կազմակերպության ստեղծումից հետո անմիջապես հետո ներգրավել ենք դրա թե գործունեությանը եւ թե ապագայի պլանավորմանը։ Ապագայի պլաններից կուզեմ խոսենք ու նաև այս պահին թե հստակ ինչ է իրականացվում, այ իրավական ոլորտում եւ իրավագիտակցության ոլորտում փորձում եք սերունդին դաստիարակել, հստակ ավելի մանրամասն կետերով կուզեմ հասկանալ ինչ աշխատանք է տարվում այդ ուղղությամբ։ Ներկայումս մենք իրականացնում ենք իրավագիտակից սերունդ կրթական իրազեկման ծրագիրը, որի շրջանակներում այցելում ենք Հայաստանի Հանրապետության դպրոցներ, քոլեջներ, ավագ դպրոցներ եւ այնտեղ իրականացնում ենք տարբեր սեմինարներ, որտեղ խոսում ենք մարդու իրավունքների մասին, օրենքների կիրառության մասին, ինչպես նաև ֆինանսական եւ աշխատանքային իրավունքների մասին եւ որի բացն է, որ ավելի շատ նկատվում է այցերի ընթացքում հատկապես որ ուղղությամբ բացել կան։ Երևի երեխաներ չեն պատկերացնում պետության կառուցվածքը, թե ինչպես է պետության կառավարումը իրականացվում։ Մենք այդ այցերի ժամանակ խոսում ենք նաև սահմանադրական իրավունքի մասին, որպեսզի երեխաները անպայման հատկապես ավագ սերնդի երեխաների մասին է խոսքը, քանի որ շուտով նրանք եւս ընտրական իրավունք են ունենալու եւ մասնակցելու են մեր երկրի համար կարևոր նշանակություն ունեցող որոշումների կայացմանը։ Գիտակցված որոշում կայացնում։ Այո։ Այդ պատճառով նաև շեշտադրում ենք պետության կառուցվածքին, պետության ընդհանուր կառավարմանը, թե ինչպես է դա տեղի ունենում, բայց երեխաները իրականում հետաքրքրված են գրեթե բոլոր թեմաներով, թե ֆինանսական իրավունքի վերաբերյալ եւ թե քրեական իրավունքի վերաբերյալ։ Այ իրավունքը միշտ այսպես բարդ է, չէ, ընկալվում։ Օրենքներ, թվեր հաճախ, որ միշտ դժվար է հիշելու, միշտ դժվար է ընկալել ու ընդունել, հատկապես դպրոցականների համար։ Այ ինչ մեթոդաբանությամբ եք փորձում դա իրականացնել, որ ավելի հանրամատչելի լինի ու ավելի այսպես ընկալվի երեխաների կողմից։ Երեխաներին ներկայացնում ենք ավելի պարզ բառերով, ավելի ոչ տերմինաբանությամբ։ Իրավիճակային փորձում ենք ներկայացնել։ Դե քանի որ սեմինարների ձևով է տեղի ունենում այդ դասընթացները կոնկրետ այդ ծրագրի շրջանակներում, մենք ավելի շատ հարց-պատասխան
ձևաչափն ենք ընտրել, իհարկե սկզբից որոշակի նյութ ենք տալիս հասկանալու համար, երեխաների մոտ պատկերացում առաջացնելու համար, թե ինչ է իրավունքը, ինչ է օրենքը։ Դրանից հետո երեխաները որպես կանոն չեն էլ թողնում ենք շարունակենք մնացած նյութի ներկայացումը, որովհետև այնքան հարցեր են առաջանում իրենց մոտ, եւ դա նորմալ է, ու մենք հիմնականում այդ հարց պատասխան ֆորմատով նրանց փորձում ենք իրենց իրավունքների եւ պարտականությունների մասին պատմել։ Եթե ես չեմ սխալվում, դպրոցում ամեն դեպքում կար առարկա, որի շրջանակում իրավունք ուսումնասիրվում էր։ Այս պահի դրությամբ արդյոք այդպես համընդհանուր էլի այդ առարկան ուսումնասիրվում է, թե ինչ որ չափով հանված, ոնց է այդ ուղղությամբ եւ ձեր համագործակցությունը ինչպես է ստեղծվել դպրոցների հետ։ Համագործակցության մասով Ալինան կներկայացնի, ես կային որ դեռևս շատ վաղ ապագայում անցյալում չեմ ավարտել իմ կրթությունը դպրոցում, հասարակագիտության շրջանակներում մենք իրավունք ուսումնասիրում, բայց կարծում եմ, որ այդ ծրագրի շրջանակներում այնուամենայնիվ իհարկե որոշ գիտելիք ստանում էինք իրավունքի մասին, օրենքների մասին եւ այլն, բայց փոքր-ինչ ավելի արդիական պետք է լինի դա եւ ոնց որ ժամանակին համանուն պետք է սկսենք քայլել իրավունքը, որովհետեւ շատ դինամիկ երևույթ է եւ անընդհատ զարգանում։ Ալինա ջան, խոսքը փոխանցենք ձեզ։ Շնորհակալություն։ Ուրեմն վերջին սեմինար քննարկմանը երեխաներին ներկայացրել էի աշխատանքային իրավունքը, որտեղ երեխաների անչափահասների աշխատանքը, կամավորություն ու երեխաներին դա շատ հետաքրքրել էր, թե իրենք ինչ իրավունքներ ունեն, ինչ պարտականություն ունեն, ինչպես կարող են աշխատել, պայմանագիր արդյոք պետք է, թե պետք չի, եւ ներկայացրել էի այդ ամեն ինչը եւ միանշանակ նախ երեխաներին դա շատ հետաքրքրել էր։ Հետո մենք փորձում ենք հասարակագիտություն առարկայից ավելի դուրս գալ եւ այլ իրավական ճյուղեր, այլ հետաքրքիր թեմաներ, ակտուալ թեմաներ երեխաներին ներկայացնել, որոնք նրանք շատ կհետաքրքրի։ Ինչն է այս պահին ամենաակտուալը ձեզ։ Սահմանադրություն, ֆինանսական բուրգի հետ կապված երեխաները շատ հետաքրքրված էին, որպեսզի բան չանեն։ Ֆինանսական գրագիտությունը։ Այո, ֆինանսական գրագիտությունը։ Այս վերջին շրջանում ֆինանսական բուրգերը շատ լայն տարածում են ստացել։ Նրանք հետաքրքրվում էին ֆինանսական բուրգի ինչ սխեմով է գործում եւ դրա համար քրեական պատասխանատվությունը ինչպիսին է եւ այլն։ Կնկարագրեք ֆինանսական բուրգը։ Այո։ Ֆինանսական բուրգը միայն անդամության, այսպես ասած, նոր անդամներ ներգրավելու հիման վրա շահույթ ստանալու համար ստեղծված հանցավոր կազմակերպություն է, եթե այսպես նկարագրենք, այսինքն դրա միակ եկամուտի աղբյուրը այն է, որ նոր անդամներ ներգրավեն եւ այդ անդամները նոր անդամավճարներ վճարեն։ Հասկանալի է։ Այ ասացիք, որ շատ են հետաքրքրվել երեխաները, հատկապես աշխատանքային իրավունքով, կան աշխատող երեխաներ, ովքեր հաճախում են դպրոց, զուգահեռ փորձում են աշխատել, այդ հետաքրքրվածությունը հատկապես ինչով էր պայմանավորված։ Հենց աշխատող երեխաներ չենք հանդիպել, իրականում հարցնում ենք ամենասկզբից, ովքեր են աշխատում, ովքեր են ցանկանում աշխատել, սակայն ցանկացողներ կային եւ կային նաեւ աշակերտներ, ովքեր կամավորությամբ էին զբաղվում ընթացքում, որը էլի շատ հետաքրքիր էր, նրանք ուզում էին իմանալ իրենց իրավունքները, պարտականությունները։ Կամավորությունը առհասարակ ինչ կարևորություն ունի դպրոցահասակների համար։ Արդյոք դուք էլ անցել եք նման փուլերով, քանի որ այ դուք դեռևս ուսանող եք, դուք ավարտել եք, եթե չեմ սխալվում։ Այդ մասով կուզեմ ձեր կարծիքը նաեւ ասեք։ Շատ կարևոր դեր ունի իրականում։ Նախ նշեմ, որ այս հարաբերությունները ոչ շատ վաղ անցյալում են կարգավորվել իրավական առումով, այսինքն չեմ կարողանա հստակ նշել թիվը, սակայն վերջի շրջանում ընդունվել է կամավորության մասին օրենքը, որով կարգավորվել է այս հարաբերությունները։ Օրինակ իմ վրա օրինակը բերեմ, կամավորությամբ զբաղվում եմ դեռևս 2018 թվականից, Wikimedia Հայաստան հասարակական կազմակերպության անդամ եմ, հայերեն Wikipedia-ի խմբագիր եմ եւ այս կամավորական աշխատանքի շրջանակներում շատ լայն գիտելիքներ եմ ստացել եւ հենց այդ պատճառով է, որ նաեւ այս հասարակական կազմակերպության
գոշած միաբանությանն եմ կամավոր կերպով աջակցում, որովհետև կարծում եմ, որ գիտելիք միակ բանն է, որը կիսվելիս չի պակասում եւ մեծ սիրով կարծում եմ մեր բոլոր աջակիցները, անդամները պատրաստ են իրենց գիտելիքը փոխանցել մեր սերնդին եւ դրանով նաեւ օգնել մեր պետության զարգացմանը։ Դուք ինչ կասեք, Ալինա։ Ես նույնպես մասնակցել եմ շատ կամավոր տարբեր աշխատանքների եւ այստեղ շատ կարեւոր է, որպեսզի երեխաները ուսումնական ծրագրից դուրս գան եւ անեն այլ հետաքրքրություններ, կատարեն այլ գործողություններ, որը նրանց հետաքրքիր է։ Եվ ձգտեն ավելին, հասկանան ինչ կա բացի ուսումնական պլանից այն կողմ, ինչ այլ աշխարհ կա դրսում։ Մենք կարծես թե համագործակցության մասով բաց թողեցինք, դպրոցների հետ ինչպես կարողացաք կապի դուրս գալ, համագործակցել, արդյոք բոլորը կողմ էին այս նախաձեռնությանը, թե դժվարություններ եղել են։ Դպրոցների հետ համագործակցությունը հետեւյալ ձևաչափով էր ընթանում ի սկզբանե, մենք դպրոցի ղեկավարության հետ էինք կապ հաստատում, փորձում էինք այնպիսի հարմար օր, ժամ պայմանավորվել, երբ որ տեղի էր ունենալու տվյալ սեմինարները, քննարկումները, սակայն մի քանի քննարկումներ, այդպիսի հանդիպումներ ունենալուց հետո որոշակի դժվարություններ առաջացան այն մասով, որ կրթության, գիտության, սպորտի եւ մշակույթի նախարարությունը այդպիսի շրջաբերական էր իջեցրել իր ենթակայության տակ գտնվող դպրոցներում, որով արգելվել էր առանց իրենց կողմից երաշխավորության որևէ անձանց մուտքը դպրոցներ եւ այս բանին ընդհանրեն բանակցություններ նախարարության հետ, որպեսզի մենք այդպիսի երաշխավորություն ստանանք եւ այդ ծրագիրը չընդհատվի եւ շարունակվի։ Այս բանին ինչ որ ընդհատման փուլում է, ճիշտ եմ հասկանում։ Շատ կարճ ժամանակ է ինչ ընդհատվել է եւ այս բանին փորձում ենք այս հարցը կարգավորել, այո։ Շատ լավ կներեք եւ հուսանք նախարարությունը մեզ կաջակցի այս ծրագրի շրջանակներում։ Դե գաղափարը լավն է, կարծում եմ հավելյալ օգնող մարդիկ միշտ պետք են ընդդիմանալու հարց չկա կարծես թե։ Դպրոցներ գնում եք միայն Երևանում։ Դեռևս ինչքան որ գնացել ենք, դեռևս Երևանում ենք գնացել, սակայն իհարկե պլանավորված է նաև այցեր, մարզեր եւ այսպեսի ինչ որ խտրական վերաբերմունք չկա էլի իհարկե։ Այդ դուք մարզից եք, Արարատ, հետաքրքիր է կրթության իմաստով տարբերություններ նկատել եք Երևանում, մարզերում եւ այդ իրավագիտակցության իմաստով, թե ամեն դեպքում հեռավորությունը ոչինչ չի փոխում։ Դե ես անկեղծ ասած Սամամերձ գյուղից լինելով հանդերձ մեր մոտ որպես այդպեսին շատ մեծ տարբերություններ չեմ նկատել, այսինքն կրթության որակը շատ բարձր է նաև իմ բնորանում, սակայն կարծում եմ, որ ամեն դեպքում որոշակի առումով մտածողության, երեխաների մտածողության մասով եւ այլ հանգամանքներով տարբերություններ իհարկե առկա են, որովհետեւ կարծում եմ գյուղում մեծացած երեխան այլ մտածողություն ունի, իսկ քաղաքում մեծացածը այլ։ Ինչպես կարող են միանալ մարդիկ թեկուզ կամավորության սկզբունքով գոշած միաբանությանը եւ կա դրա հնարավորությունը։ Այո, կա դրա հնարավորությունը, մենք մեր որպես այդպիսին տեսլականը շատ մեծ իրավական համայնքի ձևավորումն է, այսինքն թեև մենք շեշտը դնում ենք երիտասարդ իրավաբանների վրա, սակայն իհարկե սահմանափակված չենք նաև տարիքային առումով, որովհետև միանշանակ պարզ է, որ փորձն է, որ իրավաբանին ուժ է տալիս եւ մեր փորձառու իրավաբանները եւս սահմանափակված չեն միանալու եւ աջակցելու մեր գործունեությանը։ Մեր նպատակն է այնպիսի իրավական համայնքի ձևավորումը, որը շատ արագ կերպով կկարողանա արձագանքել երկրում տեղի ունեցող տարբեր իրավական դեպքերի, այսպես կոչված, երբ որ մարդու իրավունքներն են խախտվում, այսինքն մենք չենք սահմանափակվում միայն իրավագիտակից սերնդի ձևավորման գաղափարով, որովհետև մեր ապագայի պլանները շատ ավելի լայն են։ Մենք ցանկանում ենք այնպիսի կարող ուժ դառնալ, որը Հայաստանի Հանրապետություն որոշակի լսելի ձայն կունենա եւ այդ լսելի ձայնը իրավական համայնքի ձայնը կլինի։ Մասնավորապես
օրենքների նախագծերի մշակման արդյունքում, օրենքների նախագծերը, երբ որ արդեն ներկայացվում են հանրության քննարկման այդ ժամանակ։ Պետք է ուշադիր հետևել կառավարության նիստերին, ազգային ժողովի նիստերին, որովհետև դա քաղաքացիական հասարակության հիմքն է, եւ մենք գտնում ենք, որ պետք է ճիշտ բալանս գտնենք պետության եւ հասարակության միջեւ։ Ինչ կասեք Ալինա։ Ինչ կհավելեք։ Կարծում եմ Արարատը ամբողջությամբ ասեց, շատ կարևոր է, որպեսզի հասարակությունը նույնպես ցանկանա աջակցել եւ այս գաղափարի մի մասնիկը դառնա, քանի որ շատ կարևոր եւ շատ բարդ աշխատանք ենք սկսել, որը միանշանակ կցանկանանք, որ շատ ծավալվի եւ զարգանա։ Այս պահին կան ծառայություններ, որոնք գոշաց միաբանությունը մատուցում է իրավաբանական։ Այս պահին դեռևս, քանի որ մենք վերջերս ենք ստեղծվել, այդպես ծառայություններ հենց այս պահին գործող չունենք, սակայն մենք պլանավորում ենք այնպիսի ծառայությունների մատուցում, ինչպիսիք են անվճար իրավական խորհրդատվության տրամադրումը, սակայն պետք է անպայման կերպով ոնց որ քննարկվի, թե ինչ տիպի գործերով ենք մենք օգնություն տրամադրելու մարդկանց։ Իսկ կան նմանատիպ այլ կազմակերպություններ Հայաստանում եւ արդյոք նպատակ ու ցանկություն կա համագործակցելու։ Այո, կան նմանատիպ այլ հասարակական կազմակերպություններ ու շատ լսելի ձայնով իրավական կազմակերպություններ եւ այո, ինչու ոչ, մենք բաց ենք համագործակցության առումով։ Այ նշեցիք, որ դպրոցներում են սեմինարները անցկացվում, բայց ակնհայտ է, որ խնդիրը ոչ միայն դպրոցահասակների մոտ է, մեծ մասամբ կարծում եմ դպրոցահասակների մոտ այդ խնդիրը այդքան էլ ակնառու չի, ինչքան որ շատ մեծահասակների մոտ, որովհետև միշտ չի, որ այդ իրավունքներին ավելի մոտ են կանգնած, չնայած որ ընտրելու իրավունքը ունեն, բայց այդ մասով կարծում եմ խնդիր ունենք։ Արդյոք ծրագրեր նախատեսվում են նաև մեծահասակների համար, թե հույսը այն է, որ երեխաները կգնան տուն եւ տանը բոլորին կբացատրեն, թե որից հետո որն է։ Այդպիսի ծրագրեր իհարկե ունենք, մենք այս ծրագիրը իրականացնելու ենք ոչ միայն դպրոցներում, այլ նաև բուհերում, սակայն իհարկե խնդիրը շատ ավելի խորն է, ինչպես դուք եք նշում, նաև ուսանողներից հետո եկող սերունդը, այսինքն ավելի տարեց սերունդը իր իրավունքները այդքան լավ չի պատկերացնում։ Այդ առումով մենք այդպիսի նախագիծեր ունենք, որ փոքրիկ ինչ որ ուղեցույցների, այսպես կոչված բուկլետների տեսքով ինչ որ տարբեր իրավիճակների վերաբերյալ տեղեկություններ պատրաստենք եւ տարածենք մարդկանց շրջանում։ Օրինակ մի հատ բերեմ, թե օրինակ ինչպես վարվել, երբ որ բարեկային ծառայողը ձեզ ոչ իրավաչափ կերպով վարչական պատասխանատվության է ենթարկում եւ այլն, այսպիսի տարբեր իրավիճակային դեպքերում ունենալ ձեռքի տակ մի ուղեցույց, որ շատ արագ հասանելի կլինի անձին, որպեսզի իր իրավունքները եւ պարտականությունները իմանա։ Ոստի չեմ բացառում նաեւ օրինակ ընտրական իրավունքի վերաբերյալ այդպիսի ուղեցույցներ ստեղծում։ Որ մասով են հատկապես այսօր իրավունքների խախտում շատ տեղի ունենում, որ ուղղությունն է, որ ավելի ակնառու է։ Այդպիսի ճյուղ, որ հստակորեն նշեմ, բարդ կլինի, որովհետև գրեթե բոլոր ճյուղերում էլ վստահաբար խախտումներ լինում են։ Օրինակ վարչական իրավունքի շրջանակներում վարչարության մեջ որոշակի թերություններ առկա են, որոնք պետք է վերացնեն եւ նաեւ վարչական դատարանների ծանրաբեռնվածությունը թուլանա, բայց նաեւ իհարկե աշխատանքային իրավունքի ոլորտում շատ լուրջ խնդիրներ են առկա, մարդկանց իրավունքները շատ խախտվում են նաեւ գործատուների կողմից, աշխատողների իրավունքները։ Այդ իսկ պատճառով մենք սոցցանցերում հրապարակում ենք վիդեոներ, որտեղ խոսում ենք խնդրի մասին եւ տալիս ենք լուծում զեկույցի տեսքով։ Այսինքն մենք բարձրաձայնում ենք խնդիրը, թե ինչ խնդիր կա եւ ինչպիսի ելքեր կարելի է, ինչպիսի լուծումներ կարող ենք տալ։ Ինչ օրինակներ ունեք այս պահին հրապարակած։ Այս պահին ունենք աշխատանքային իրավունքի հետ կապված, չտրամադրված արձակուրդների հետ կապված խնդիր եւ դրան լուծում
եւ վարչական իրավունքի հետ կապված վարչարարության։ Քանի որ առիթը ստեղծված է, մի քանի խախտված իրավունքներ կուզեմ ներկայացնեք, որպեսզի լսարանին ավելի ծանոթ լինի մինչև ձեր մյուս տեսանյութերի հրապարակումը, ինչի հանդեպ հատկապես ուշադիր լինեն լսողները եւ դիտողները եւ ինչից զգուշանան։ Դե օրինակ բարեկային ծառայողների կողմից հաճախ կազմում են ոչ իրավաչափ ակտեր, որոնք ինչքան էլ օրենսդրությունը սահմանում է վարչական կարգով բողոքարկման ինստիտուտ, այսինքն ոչ դատական, այլ ընտրանքային ձև է սահմանում օրենքը, այնուամենայնիվ փորձը ցույց է տվել եւ մեր հարցումներն են ցույց տվել, որ վարչական կարգով բողոքարկման արդյունքում ինչքան էլ վարչական մարմինը ակնհայտորեն տեսնում է, որ տվյալ ակտը ոչ իրավաչափ է, այնուամենայնիվ այն անբավեր չի ճանաչում, ուստի անձը այլ ճանապարհ չի ունենում, քան դիմել դատարան եւ այս ամեն պատճառով դատարանները շատ ծանրաբեռնվում են եւ այն տարբերակում չդնենք, բայց այնուամենայնիվ կան շատ ավելի կարևոր գործեր, որոնք դատարանում պետք է քննվեն եւ այս կարևոր գործերը դատարանում շատ ձգձգվում են, ժամկետները երկարում են։ Այո, արդարադատության շահը շատ է տուժում այս առումով։ Դուք օրինակներ կուզեմ բերեք։ Իհարկե, աշխատանքային իրավունքի հետ կապված մի քիչ առաջ նշեցի, չտրամադրված արձակուրդի հետ կապված հիմնականում պաշտպանության նախարարությունը չի տրամադրում աշխատանքից դուրս գալուց հետո, սխալ է հաշվարկում եւ ավելի քիչ է տալիս գումար կամ չի տրամադրում արձակուրդ կամ չտրամադրված արձակուրդի գումարները չի վճարում։ Հստակ օրինակներ եղել են դրա հիման վրա։ Միանշանակ ունենք հարյուրավոր հայցեր եւ դատարանում մինչ օրս կա հարյուրավոր հայցեր, որտեղ մարդիկ պաշտպանում են փորձում են պաշտպանել իրենց խախտված իրավունքը, այսինքն աշխատում են տարիներով եւ հետո վերջում դուրս են գալիս եւ ոչ մի գումար, ոչինչ չեն ստանում կամ պակաս են ավելի ստանում։ Այդ իսկ պատճառով փորձում ենք սկզբից պաշտպանության նախարարության հետ բանակցելով, հարցումներ ուղարկելով գումարները ստանալ, հասկանալ խնդիրը ինչումն է, հետո արդեն դիմում ենք դատարան միանշանակ եւ դատական կարգով։ Այ վերջերս այս տաղավարում հյուր ունեի, ովքեր իրավունքի եւ հաշվապահության ոլորտում ստեղծել էին հավելված, որի միջոցով մարդիկ ավելի հեշտ կարող էին օրենքներին ծանոթանալ, իրենց հարցը գրել եւ ավելի հստակ պատասխան ստանալ դրան։ Արդյոք թվային դարաշրջանը այս իմաստով օգնում է ավելի իրավագիտակից լինել եւ օրենքներին ավելի ծանոթ եւ արդյոք դուք պատրաստվում եք կիրառել։ Միանշանակ օգնում է, որովհետեւ եթե մինչև այս թվային դարաշրջանը օրենքներին ծանոթանալ կարող էր միայն ուղղակի թղթային եղանակով, ապա այս բան ցանկացած ոք կարող է ուղղակի Google-ով բացել օրենքները եւ ուսումնասիրել դրանք։ Իհարկե շատ մեծ թվով օրենքների ուղղակի կարդալը կարող է անձին որևէ բան չտալ, որովհետեւ դրանք շատ խիստ մասնագիտական տերմիններով են շարադրված։ Բացատրելու կարիք հավելյալ լինում է, չէ՞։ Այո, անպայման։ Իսկ թվային դարաշրջանը կարող է մեր գործին այսպես ասած օգնել այն առումով, որ ինֆորմացիան շատ է եւ շատ լայն հնարավորություն է առկա այդ ինֆորմացիան տարածելու մարդկանց մեջ, ուղղակի պետք է այնպես օգտագործենք այս թվային ալգորիթմները, որ մենք մեր ձայնը հասանելի լինի եւ այսպես կոչված չխեղդվի թվային այն ոչ այդքան օգտակար նյութերի եւ ինֆորմացիայի մեջ։ Այո, պիտի աղմուկից զտել կարևորը։ Հավելում ունեք հաղորդման ավարտին։ Կցանկանայինք ուղղակի մարդկանց կոչ անել, որ աջակցեն մեզ եւ անպայման այն իրավաբաններին կլինեն երիտասարդ թե փորձառու միանալ մեր համայնքին, որովհետեւ մեր պլանները շատ ավելի հեռուն են գնում եւ միայն ու միայն այնպիսի նպատակներ ենք հետապնդում, որոնք իրավունքի զարգացմանն են ուղղված։ Միանշանակ միանում եմ Արարատի ասածին եւ կցանկանամ հավելել, որ շատ կարեւոր է ունենալ իրավագիտակից հասարակություն
եւ փորձում ենք դրան ձգտել եւ միանշանակ կոչ ենք անում մարդկան ժողովրդին, որպեսզի միանան եւ իրազեկվեն, ինչպիսի իրավունքներ, պարտականություններ ունեն եւ եթե խախտվել է նրանց իրավունքը, փորձենք շտկել եւ բարելավել ամեն ինչ։ Շնորհակալ եմ ձեզ զրույցի համար, մեզ լսողներին եւ դիտողներին, եւս մեկ անգամ հիշեցնեմ, որ Թարմուղեղով իմ զրուցակիցներն էին Արարատ Եգանյանը եւ Ալինա Բաբիկյանը, ովքեր Գոշաց միաբանություն իրավական հասարակական կազմակերպության աջակիցներն են։ Կհանդիպենք վաղը, լավ եղեք։